Ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի եւ Հայաստան Եվրոպական միություն Անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները Եվս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում